Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Ողջույն պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ընտրությունները ավարտվեցին, Փաշինյանը գնաց արձակուրդ, կարելի ասել, որ հետընտրական շրջանը եւս ավարտվեց։ Որ փուլում ենք գտնվում այսօր։ Հարցադրումը ձեր կարծեմ ճշգրիտ է, որովհետեւ հետընտրական լարվածություններ, լարումներ, գործողություններ ակնկալվում էր, որովհետև ընտրությունների ընթացքում եւ ընտրությունների քարոզչության ընթացքում անդիմության կողմը ներկայացնող մեծ ռեսուրսային ուժերը ասում են, որ եթե հանկարծ Փաշինյանը այնպես անի, որ ինքը վերարտադրվի, մենք թույլ չենք տալու դա, ասում են ուժերից մեկի առաջնորդը ասում էր ամսի 8-ին արդեն այսինքն հենց մյուս օրը ընտրությունների արդեն ես եմ լինելու վարչապետը եւ այլն, բայց դրան ի հակառակ Փաշինյանը ասում էր, որ լինելու ընտրությունների արդյունքները արձանագրվելու են, ընդունվելու են, լեգիտիմացվելու են, դա ժողովրդի ձայնն է լինելու եւ մենք շարունակելու ենք մեր որպես իշխանական վարչակարգ, մենք շարունակելու ենք մեր գործունեությունը եւ SSS չթվարկեն, որտեղ բազմաթիվ անգամ դրան անդրադառնում SSS նպատակներով։ Ընդհանուր առմամբ անխաղաղություն իրականում կապիտուլյացիա։ Հասնեմ Փաշինյանը ճիշտ դուրս եկավ։ Փաշինյանը արձակուրդ գնալուց առաջ Ռուսաստան այցելեց։ Հա, դա դրանք ասել, որ Ռուսաստան այցելեց, հարցերը փակվեցին, հանգիստ գնաց արձակուրդ։ Չեմ կարող այդպես ասել, հետընտրականի հարցերը փակվեցին։ Հա, հասկանալի է, բայց չեմ կարող այդպես ասել։ Ես կարծում եմ Ռուսաստանի ազդեցությունը այդ թվում արդեն կոչենք դրանց տիտղոսային ընդդիմություն, հա, տիտղոսային ընդդիմության ուժերի վրա շատ մեծ է եւ Ռուսաստանի ազդեցությունը նաեւ պայմանավորված է նրանով, օրինակ ներկայացնում են ռուսական, այսպես ասած, երկիրը Ռուսաստանը որպես այդպես ռուսական շահերը մեր տարածաշրջանում։ Դա Պուտինի ձևակերպամբ, Պուտինի ձևակերպամբ եւ իրականում դա այդպես էլ կա։ Հիմա եւ այդ իմաստով Փաշինյանը փաստացի ճիշտ դուրս եկավ, ինչա կատարվում։ Կատարվում է հետեւյալը. Փաշինյանական ուժը Բաշխում են անում ընտրությունների որպես արդյունք։ Ընտրությունները նորից նախորդ հաղորդման մասում ժամանակել եմ ասել ամեն ինչը ճակերտներ են, որտեղ ընտրություններով չի որոշվում այսօրվա իշխանական համակարգի ներսում եղած բաշխումը իշխանական լիազորությունների։ Եվ բաշխում են անում թե իշխանական վարչակարգ ինչպես պիտի ձևավորվի, դա գործադիրում է, դա օրենսդիրում է, Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ դատաիրավական համակարգին, ասելով, որ նա չի ներկայացնում ժողովուրդը, որ օլիգարխները, չգիտեմ, 3 գլխանի թե 13 գլխանի հրեշի մասն է անդադ խոսում, որոնք ունեն իրենց կողմից նշանակված դատավորներ, իրենց անունով դատավորներ, ոնց որ ինքն է ասում, եւ կարևորագույն հարցերից մեկը է, որ դատաիրավական համակարգի, դատական համակարգի մասնավորապես կապը ժողովրդի հետ ոչ թե վերականգնվի, այլ առաջանա, այսինքն ժողովուրդը լինի ընտրողը դատավորներին, այսինքն դա լուրջ բանի փոփոխությունների մասին է խոսքը դատաիրավական համակարգում, որի արդյունքում ենթադրում եմ, որ այդ համակարգը ավելի մեծ կախվածություն եւ ավելի մեծ ազդեցություն կունենա Փաշինյանը դրա վրա։ Հիմա, այսինքն Փաշինյանը այդ բաշխումն է անում տերերի փոփոխություն կենտրոնացում մի տիրոջ ձեռքում, այդ մի տիրոջ անունն է լինելու Նիկոլ Փաշինյան։ Այսինքն համարում եք, որ առաջ որ ասում է անուններով է, ասենք Քոչարյանի դատավորներ, հիմա դուք կարծում եք Փաշինյանի դատավորներ լինելու եւ ելի մենք այդ Արարատի հետ ենք գործում։ Պայմանական դա ըստ իր խոսքի, բայց դա պայմանական է, դա բոլոր դատավորները ենթարկում են Հայաստանը տիրող իշխանական համակարգին 35 տարվա, բայց հիմա, այո, բաների անմիջական անձնական ազդեցության փոփոխություն է լինելու եւ այդ նորից, եթե պայմանական մեկի դատավորներ, ապա դրանից հետո կամ այդ դատավորը փոխելու է իր տիրոջը, ինչպես դուք ձևակերպեցիք, կամ այդ դատավորը այլևս չի լինելու, նոր դատավոր է գալու, որը ենթարկվելու է Փաշինյանի եւ Փաշինյանական իշխանական վարչակարգին։ Կողմնորոշվելու դարձել է այդպես, ինչպես ասում եք, թե անկախ է դառնալու այնուամենայնիվ նոր դատավորների նշանակմամբ այն ինչ որ Փաշինյանը անելու է եւ ինչ որ ինքը ասում է անելու է ինքը բան անում ծրագրային ներկայացնում է թե ինչ է անելու այդ տիրույթում եւ դժգոհությունը իր դժգոհությունը ինքը հիմնավորվում է նրանով որ դժգոհ ոչ թե ինքը եւ ոչ միայն ինքը
Դժգոհ ժողովուրդը, որովհետև ինքը ասում է, որ ամենամեծ եւ ամենածանր հարցը, որ այս քարոզարշավի ընթացքում ես ունենում եմ, հետեւյալն է, թե այս ինչ մեկը կամ այն ինչ մեկը ինչի միջև այսօր գտնվում է ազատության մեջ եւ պատժված չի, ինչի ունեզրկված չի եւ այլն։ Իսկ դա ինքը դրա բացակայությունը ինքը վերագրում է դատաիրավական համակարգի ոչ արդյունավետ լինելու։ Բայց դա հարցերից մեկն է, բայց ընդհանուր հետ ընտրական հարցին այնուամենայնիվ անդրադառնալով Փաշինյանն այսինքն իշխանական վարչակարգը, որը վերարտադրվեց անում է, ինչ որ արդեն ասեցի, նույն բանը անում է փաստորեն տիտղոսային ընդդիմությունը։ Այսինքն ռուսական ուժը ներկայացնող, ռուսական ազդեցությունը ներկայացնող, ռուսական շահը ներկայացնող տիտղոսային ընդդիմությունը ընդհանուր առմամբ։ Նրանք էլ որոշել են, որ մանդատները վերցնելու հիմա քննարկում են թե օրինակ, որպես լեգիտիմացման բանը արարա դա լինելու։ Թե ով է լինելու Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, որովհետև ըստ սահմանադրության ընդդիմությանը առավել ձայն հավաքած ընդդիմադիր ուժին քվոտավորված ապահովված է ըստ սահմանադրության բանը մի նախագահի տեղակալ, ազգային ժողովի նախագահի։ Եվ մենք քննարկում են ով է լինելու։ Այսինքն որ հարցնում են որ փուլն է այսօր, դուք պատասխանում եք բաների բաշխում պաշտոնների ճակերտներն պաշտոնների բաշխում եւ իշխանական վարչակարգի մասին եւ անդիմադիր տիտղոսավոր ընդդիմադիր դաշտում եւ հետընտրական այսպես կոչված անմիջական հետընտրական բաները այսպես միջոցառումները որոնք ակնկալվում են չեղան միջոցառումները դա միջոցառումներ են չի դրանք որ պետքա լինեին իբր թե չեղան եւ մարդիկ մի քանի գնացին սահմանադրական դատան ակնկալելով այսինքն եթե որևէ մեկը չէր ակնկալում սահմանադրական դատանի որոշումը ինչա լինելու դա զավեշտ է այսինքն բոլորն է գիտեն ինչա լինելու որոշումը եղավ հանդարտվեցին այդը ինչ պետք է անենք դիմեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողով հաստատեցին, որ շատ լավ ընտրություններ եղա, դիմեցինք սահմանադրական դատան, հաստատեցին, որ շատ լավ որ մենք դիմեցինք, որպեսզի հասկանանք, թե նրանք իրանցից ինչ են ներկայացնում, սա էր հիմնական բանը արգումենտը, որով նրանք հիմնավորում են իրանց արարքները եւ վերջ, դե հիմա գնանք եւ անպայման կա գաղտնի պլան։ Կա գաղտնի, թե որն է այդ գաղտնի պլանը, ինչ ժամկետներում այդ գաղտնի պլանը իրականացվելու։ Մանդատները վերցնում են, դա պարզվում է գաղտնի պլանով իհարկե տեղ որոշակի հումորով է դասվում, բայց դա հումորի տեղ չէ էլի։ Ինչու՞ չէ։ Ամբողջ որ այդ գաղտնի պլանով օրինակ Ալեն Սիմոնյանին բան պաշտոնազրկեցինք էլի, այսինքն անհասկանալի ինչ որ այսինքն անհասկանալի ճակերտում շատ հասկանալի զարգացումներ են ընթանում տեղավորվեցին եւ դրանով հանդերձ պատասխանեմ ձեր մյուս հարցին Ռուսաստանի դերակատարումը այո Ռուսաստանի մասով Փաշինյանի այցելությունը մենք նախորդ հանդիպանի հաղորդման ժամանակ անդրադարձել ենք Ռուսաստանի մասով ստեղ որոշակի բան եղավ որոշակիություն այսինքն հստակ որոշակիություն առաջացավ, միջև այդ խոսվում էր, չէ, քննարկվում էր, թե մանդատ կվերցնեն, չեն վերցնի եւ այլն, փողոց դուրս կգան, դուրս չեն գա։ Որոշակիացավ ամեն ինչը, մանդատ են վերցնում, պաշտոններ են վերցնելու ազգային ժողովում, Փաշինյանն էլ իր մասն անելու եւ սպասելու, ինչպես նույն Փաշինյանն ասում, ես ունեցել եմ Միշустինի հետ հարաբանը, այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ։ Ես չեմ ասի ասում ինչ պայմանավորվածություններ եմ ունեցել, բայց ունեցել եմ։ Հիմա այդ պայմանավորվածությունների մասին դուք կիմանաք, երբ որ նրանք կյանքի կկոչվեն, այսինքն Փաշինյանը այնուամենայնիվ տեղ է թողնում, որ այդ պայմանավորվածությունները կարող է կյանքի չկոչվեն։ Որովհետև առ այս պահը փաստացի մասնավորապես այդ տնտեսական տիրույթում, երբ որ արգելված է մեր հիմնականում գյուղատնտեսական սննդի արդյունաբերության ապրանքների արտահանումը Ռուսաստան, այդ տիրույթում դեռևս որևէ փոփոխություն կամ որևէ դրական զարգացում չկա։ Բայց կան քննարկումներ, հիմա այդ քննարկումները ուր կտանվի, Փաշինյանը այդտեղ է թողնում, որը չգիտեմ։ Սա է հիմնական ներքաղաքական, այսինքն բոլորը գնալու են հեսա Արցակուրտ սպասելու են օգոստոսի, չեմ հիշում, չգիտեմ ճիշտ ասած, օգոստոսի սկզբերին է, եթե չեմ սխալվում, առաջին նիստը լինելու, եւ այդտեղից արդեն կսկսվի բանը։ Նոր փուլը նրա, ինչ որ մենք արդեն ունեցել ենք վերջին 5 տարվա կտրվածքով։ Բարի, այսինքն հայ-ռուսական հարաբերությունները ոնց որ թե ճշտվեց, որ նորմալ է ամեն ինչ Ռուսաստանը։ Չէ, նորմալ չի, այնտեղ հարցեր կան։ Եվ այդ հարցերի քննարկումը ա եղել, հիմա այդ հարցերի քննարկման արդյունքում ըստ Փաշինյանի իհարկե եղել են պայմանավորվածություններ, հիմա այդ պայմանավորվածությունները ինչքանով հստակ են եւ ինչքանով կիրառելի կլինեն,
մոտակա ժամանակներից կերևա։ Մի բան էլ ասեմ եւ այդ բանը այդ մասը կարելի է ավարտել, որովհետեւ առանձնապես ուրիշ բաներ չի կատարվում։ Մյուս բանը փողոցի մասին, որ խոսքը գնում է, որովհետեւ անընդհատ այդ փողոցի թեման շոշափվում է, մասնավորապես տիտղոսային ընդդիմությանը անընդհատ այդ հարցը տալիս են, բա դուք ասում եք փողոց, բա ինչ եղավ փողոցը, որտեղ Փաշինյանը նորից եւ էլի զավեշտ է, որ Փաշինյանը ասածը կյանքի է կոչվում։ Փաշինյանը ասում էր փողոց չի լինելու, որովհետեւ ժողովրդի կամքն է իրականացում այս ընտրությունը, փողոց չի լինելու, որովհետեւ նրանք ովքեր ձայն են տվել այս տիտղոսային ընդդիմությանը, նրանք ձայն են տվել կընտրակաշառքով։ Եվ այդ նույն մարդիկ դուրս չեն գալու փողոց, եթե փողոց փորձեն դուրս հանել, ապա նույն ձևով պետք է անեն եւ դա չի լինելու արդյունավետ։ Ասվում է տիտղոսային ընդդիմության կողմից նորից կրկնեմ ռուսական շահը հիմնականում ներկայացնող ընդդիմության կողմից ասվում է հետևյալը, որ փողոց դուրս են գալու մի անգամ եւ հաղթական։ Եվ սպասեք, կտեսնեք, դա համընթաց ալնելու, մենք զարգացնելու ենք, լարումը ավելացնելու ենք, բերելու ենք այն վիճակին, որ փողոց դուրս գանք մի անգամ եւ հաղթական։ Դա այնքան ծանոթ է, բազմաթիվ անգամ մենք դա լսել ենք վերջին 5 տարվա ընթացքում։ Նախորդ տիտղոսային ընդդիմության միջոցով, որի մի մասը այսօր վերարտադրվել է։ Սա է վիճակը տխուրաշատ, խոստումնալից չի ընդհանրապես եւ պետք է կրկնվեմ 35 տարի Հայաստանը տիրող հակահայ իշխանական համակարգը ընդհանուր առմամբ իշխանություն եւ ընդդիմություն ճակերտներում վերարտադրվեց։ Սա է արդյունքը։ Եվ այդ ամբողջ աժիոտաժը հետընտրականի շուրջ, որ ինչ-որ մեծ ալիք է լինելու, մեծ բախումներ են լինելու։ Դե տեսանք էլի։ Դա սեպտեմբերել է նշվում, այդպես ամիս կար, սեպտեմբերել էր նշվում, բայց դա կապվում էր Ռուսաստանի հետ։ Իմ հարցը սա էր կարելի համարել, որ Ռուսաստանը բավարարված է։ Չեմ կարծում Ռուսաստանը բավարարված է, ամեն պարագայում Ռուսաստանը բավարարված չի, բայց դա Փաշինյանի հետ չի կապված։ Ամեն դեպքում Ռուսաստանը բավարարված չի, որովհետև տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, Ռուսաստանի դիրքերը թուլացել են եւ թուլացել են այն պատճառով Ռուսաստանը Ուկրաինայում կրում է ստրատեգիական պարտություն։ Եվ որպես հետևանք Ռուսաստանի դիրքերը թուլացել են, թուրք-ադրբեջանական բաների կողմի դիրքերը ուժեղացել են, արևմուտքի դիրքերը ուժեղացել են, դրան տարածաշրջան մասնավորապես Հայաստան մուտք են գործում չինացիք, մուտք են գործում հնդիկները, Իրանն է շարունակում իր շահերը հետամուտ լինել, այսինքն Ռուսաստանը, որը որպես առանձին եւ միակ մետրոպոլ էր հանդիսացել, նա այդպես նա չի կարող գողնի, բայց դեռ մի բան ասեմ, որը կարծում եմ կարող է Ռուսաստանը ակնկալիք ունի կամ առնվազն այդպես է ցույց տալի, ակնկալիք ունի, որ Փաշինյանը այդ իրավիճակում, երբ որ տարբեր համաշխարհային կենտրոններ արդեն Հայաստանում եւ տարածաշրջանում արկա են եւ ծրագրեր են անում, Ռուսաստանը այնպես է ներկայացնում, որ ակնկալիք ունի, որ Փաշինյանը շարունակի պաշտպանել որպես օպերատոր միայն իրան չարեցին, Փաշինյանը դեռ կամիկաձեի տեղ։ Այսինքն Փաշինյանը Ռուսաստանի համար պիտի խառակիրի անի, չի անելու Փաշինյանը Ռուսաստանի համար խառակիրի։ Ավելի պարզ ասեք, այսինքն ներգրավի Ռուսաստանին այլ ծրագրերի մեջ, ավելի պարզ հետեւյալ որպես օպերատոր շարունակի ծառայել միայն եւ առաջին հերթին Ռուսաստանին։ Եզրակացում որպեսզի սպասելիքներ կան։ Որովհետեւ դժգոհությունը Փաշինյանից էլ արտահայտված է, որ Փաշինյանն անում են, որ եվրոպացիք ստեղ են, Փաշինյանն անում են, որ ամերիկացիք ստեղ են, Փաշինյանն անում այն, որ թուրք-ադրբեջանցիք ստեղ են, այսինքն եւ դա Ռուսաստանի խոսույթում է եւ Ռուսաստանը ներկայացնող տիտղոսային ընդդիմության խոսույթում է, բայց Փաշինյանը ինչ կապ ունի տեղ։ Ռուսաստանը պարտվել է, դիրքերը թույլատրել է, Փաշինյանն է որպես ֆլուգերային քաղաքական գործիչ բան անում, բոլորի հետ փորձում է տեղավորվել, բայց նորից նախորդ հաղորդման ժամանակից դա իր մոտ չի ստացվել։ Չի ստացվել շատ պարզ պատճառով, շատ պարզ, որովհետև արևմուտքը ընդհանուր առմամբ պատերազմական վիճակում է Ռուսաստանի հետ, Ուկրաինայում։ Եվ արևմուտքը մասնավորապես Եվրոպան առաջնահերթ վտանգ եւ սպառնալիք իր արդյունավետ գործունեության եւ ընդհանուր առմամբ գոյատևման համար տեսնում է այսօր Ռուսաստանին ԱՄՆ-ի Թրամփի մասով, չասենք ԱՄՆ, որոշակի տեղ տարբերություն կա եվրոպական արևմուտքի եւ ԱՄՆ-ի Թրամփի դիրքորոշումների միջև, բայց չի կարողանալու Փաշինյանը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրներում երկուսի հետ էլ ունենան նույն կարգի համագործակցություն, չի կարողանալու։ Եվ այստեղ է դժգոհությունը։ Ռուսները ասում են, դու պետք է մեր կողմը պայես, մենք չեք քեզ բերել, այլ
Նիկոլ Վավաևիչ, մենք ենք փոխանցել իշխանությունը քեզ։ Դու պետք է մեր կողմը պայծներ, ասում եմ, լավ, ձեր կողմը ոնց պահեմ։ Եթե դուք չեք կարողանում այն վտանգները, որ առկա են արևմուտքից, ել չասեմ թուրք-ադրբեջանցին, չեք կարողանում այդ վտանգները չեզոքացնել։ Ձեր կողմը պահեմ նշանակում է ինձ գլուխս կուտեն։ Այսինքն իշխանազրկ են այլ բառերով ասած։ Ո՞ր ձեր կողմը պահեմ։ Դուք ձեր մեջ հարցերը լուծեք, ինձ ասեք, ես անեմ։ Դուք իմանես նկարագրեցիք, որ Փաշինյանը գտնում է 2 քարի արանքում։ Այո, տենց էլ կա։ Երկու չէ, մի քանի քարի արանքում։ Հենց տենց էլ կա, եւ Փաշինյանը այդ իրավիճակում բնական է, հաշվի առնելով այն փաստը, որ ինքը պատրաստ է սպասարկել օտարի շահերը, անընդհատ դա այս իշխանական համակարգի դրսևորումն է, նա ընտրում է ավելի ուժեղին այդ պահին։ Որ օտարի, եթե մի քանի քարերի արանքում է, բոլոր քարերը դրանք օտարներ են։ Իհարկե, բոլոր քարերը օտարներ են։ Այդ դեպքում որ մի օտարի շահ։ Ով ավելի ուժեղ է։ Պահի ազդեցության տակ ավելի ուժեղ է։ Սա է ֆլուգերային քաղաքականությունը, որ վարում է եղած իշխանական վարչակարգը։ Հաջորդ թեման քննարկենք վերաբերում է Իսրայելին եւ Քնեսետին եւ հայերի ցեղասպանության ճանաչման հարցին։ Բանն այն է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մի երկու լրատվամիջոց համենայն դեպս լինում է դա ֆեյքային, լինում է դա պրոպագանդա եւ այլն, ես չեմ ասում պաշտոնական Իսրայելից դեռ չկա հաստատում, որ Քնեսետը չի քննարկելու, չի ընդունելու հայոց ցեղասպանության հետ կապված իր որոշումը, որը իրենց փոխանցել է կառավարությունը Իսրայելի, ադրբեջանական լրատվամիջոցները ասում են, մենք արդեն ադրբեջանական լոբին արդեն հասել է իր նպատակին, բեկանել է, տապալել է այդ հարցի քննարկումը, Քնեսետը չի քննարկելու, փակված է այդ հարցը Իսրայելում։ Այստեղից մի քանի հարց։ Համարենք, որ ադրբեջանական աղբյուրները ճիշտ են ասում, ճիշտ են նկարագրում այդ խմորումները, որոնք Իսրայելում կատարվում էր։ Արդյոք Իսրայելը չգիտեր Ադրբեջանի այդ արձագանքը, ոչ թե Թուրքիա, նաև Թուրքիայի արձագանքը գիտեր, բայց բոլորը արդեն գիտեն, որ Ադրբեջանը առաջնագծում է այդ պայքարի մեջ հայերի դեմ։ Գիտեր եւ գնաց դրան, որպեսզի մինչեւ վերջ հասցնի հարցը, երկրորդ տարբերակ գիտեր, գնաց դրան, որպեսզի ստանա Ադրբեջանից այսպես ի պատասխան, ի փոխհատուցում իր բեկանելու հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչ որ պրեֆերենցիաներ, ինչ որ զիջումներ։ Տեսեք, եւ արդյոք Ադրբեջանը այդքան ուժեղ է, որ ազդում է Իսրայելի պետության որոշման վրա։ Այդ վերջի հարցը կարևոր։ Ամենակարևորն է այդ թվարկածի մեջ, որովհետեւ Ադրբեջանը այդքան ուժեղ չի։ Եվ դա սկսենք դրանից։ Ադրբեջանը այդքան ուժեղ չի, ինչպես եւ մենք մի քանի անգամ քննարկելիս խոսել ենք դրա մասին, Ադրբեջանը շարունակում է մնալ Թուրքիայի պրոքսի պետություն եւ քանի որ առերես, լարում կա, այդ իրավիճակը ստեղծված է։ Լարում կա Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առերես կրկնում եմ։ Ուրեմն պետք է պրոքսին Թուրքիայի շահերը ներկայացնել, այսինքն միջնորդ որպես պրոքսի միջնորդ, որը կատարում է բանի Թուրքիայի հրահանգները կամ ուղերձները, ասենք ձևակերպենք, Ադրբեջանն է հանդես գալիս։ Նորից մենք դրան անդրադարձել ենք, նորից Ադրբեջանը հանդիսանում է, եթե չեմ սխալվում, մինչև 50% էներգետիկ անվտանգության երաշխավորը Իսրայելի համար։ Հիմա մյուս հարցը, այսինքն Ադրբեջանը մատակարարում է Իսրայելին անհրաժեշտ էներգետիկ ռեսուրսներ։ Մյուս հարցը, իսկ այդ էներգետիկ ռեսուրսները Իսրայել ֆիզիկապես ո՞նց են հասնում։ Ո՞նց են հասնում։ Թուրքիայի միջոցով։ Այսինքն այդ ո՞նց եղավ Թուրքիան եւ Իսրայելը բան են, իրանք անհաշտ թշնամիներ են, բայց Թուրքիայի միջոցով Ադրբեջանը Իսրայելին մատակարարում է իր էներգետիկ անվտանգության համար անհրաժեշտ ռեսուրսների համարյա 50%։ Դա տենց չի լինում։ Այսինքն այդ ամեն ինչը մրցակցություն կա, այո, մենք դրա մասին խոսել ենք, դիրքավորման խնդիր կա, այո, մրցակիցներ են Թուրքիան եւ Իսրայելը, Իրանն է մրցակից, արաբական երկրներ կան, որոնք մրցակից են նոր աշխարհակարգում, միջին եւ մերձավոր արևելքում դիրքավորման համատեքստում մրցակիցներ են, կանգնայթում կոշտ մրցակիցներ են, բայց դա չի նշանակում, որ նրանք թշնամեն հենց այդ ամեն ինչը ավարտվի, շատ լավ համագործակցելու են եւ հերթական անգամ հայկական ցեղասպանությունը մեր հայրենազերկումը մանրադրամա լինելու իրանց ձեռքում, հերթական անգամ եւ այսօր մանրադրամա։ Հիմա ինչ որ դուք ասում եք Ադրբեջանը ներկայացնում է Թուրքիան, ես կարծում եմ, որ այո, քննարկումներ կան, անպայման կան, դրանք կարող է հայկական կողմները ներգրավված իդեմս Փաշինյանական իշխանության, ես չգիտեմ, այսինքն որտեվ Փաշինյանը դժգոհեց փաստացի
մի շաբաթ առաջ նրանից, որ այդ Իսրայելը ինչ մեզ պետք չի նորից, որ զենք հա դա օգտագործվելու մեր դեմ, հա այդ ճանաչումը։ Իսկ բարձր որ առևտուր կա։ Եվ առևտուր ինչի մասին։ Առևտուր հայկական ցեղասպանության եւ հայկական հայրենասգրան, այսինքն մեր ժողովրդի, մեր ազգի, մեր պետության պետական ամենամեծ դժբախտություններից մեկի վերաբերյալ առևտուր է կատարում Իսրայել, Թուրքիա եւ մնացածը։ Առևտրի առարկան եկեք։ Առևտրի առարկան հետեւյալն է, որ մենք այդ գործիքը Գինը հասկացանք, ցեղասպանության ճանաչում։ Հա, բանն առարկան հետեւյալն է, որ մենք այդ գործիքը վերցնելու ենք, եւ սկսել ենք օգտագործել Թուրքիա, Ադրբեջան չէ, Թուրքիա։ Սկսել ենք օգտագործել Դուք եկել եք նույն կոշտ գործիքը իդեմս Գազայի, հա, ցեղասպանություն եւ այլն։ Դուք էլ այդ գործիքն եք ձևանում, մենք էլ այս գործիքը արկա գործիքը դարձնելու ենք կիրառական։ Հիմա եկեք այդ առևտուրը անենք, եթե դուք անելու եք, մենք էլ ենք անելու։ Եվ այդ առևտուրը հիմա ընթանում է, այդ առևտրի արդյունքը ինչ կլինի, ես չգիտեմ։ Իրանական թեմա։ Իրանական այսա առանց։ Կարող է իրանական տիրույթում Իրանի հետ հարաբերությունների հարցը լինի Իսրայել, Իրան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Չէ, չեմ կարծում, այս պահին չեմ կարծում դա հայկական ցեղասպանության հետ որևէ առնչություն ունի։ Ընդհանուր առմամբ այս թեմա կա իհարկե, բայց ոչ թե հայկական ցեղասպանության տիրույթում։ Հիմա շարունակելով միտքս, եւ այդ առևտրի արդյունքում փաստացի նորից ստորացվում ենք անարժանապատիվ, ոչ արժանապատիվ վիճակում ենք հայտնվում մենք։ Հիմա մի բան եմ ուզում դրա հետ կապված ասել։ Հայաստանում կան մի շարք, այսպես ասած, քաղաքական գործիչներ, քաղաքական կազմակերպություններ եւ այլն, որոնք ժողովրդական բառով ասեմ, էլի, ջուրը չմտած բոբիկանում են։ Այսինքն, վայ, տեսեք, բա որ մենք ասում ենք, որ Իսրայելը դառնալու է այն առանցքի բանը, որ Իսրայել, չգիտեմ, հունական երկրներ Հնդկաստան դա լինելու է այն առանցքը, որով կռիվ են տալու թուրքական Թուրանի դեմ, եւ ի վերջո բերվելու է նրան, որ Իսրայելի այդ կռվի արդյունքում Թուրքիան կազմալուծվելու է, հայկական հարցը լուծվելու, չգիտեմ, 20 թվականի 18-ից 20 թվականի բոլոր այն ժամանակվա ընդունած իրավական ակտերը կյանքի են կոչվելու, դարվելու Ամերիկայի վերահսկողության տակ եւ այլն։ Հեսա դրանք անդրադառնանք երկու բառով ասեմ։ Թրամփը գնաց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Էրդողանի հետ հանդիպմանը եւ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր քննարկվեցին խորը բարեկամական այդ թվում F-35 ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու հարց բարձրացվեց, սանկցիաները Թուրքիայի վրայից հանելու հարց բարձրացվեց, սանկցիաները հիշեցնեմ դրված էր այն բանի համար, որ թուրքերը ռուսներից S-400 այդ հրթիռային համակարգերն էին, հակահրթիռային համակարգերն էին գնել։ Այդ հարցը բարձրացվեց եւ բազմաթիվ անգամ Թրամփը եւ ոչ միայն Թրամփը, այսօրվա ամերիկյան վարչակարգը խոսեց, որ Թուրքիան մեր բարեկամն է, Էրդողանի իմ ընկերն է եւ այլն, այսինքն այս ներհայկական տիրույթում, ներքաղաքական կոչվող տիրույթում անընդհատ կեղծ օրակարգեր, կեղծ հույսեր, սին հույսեր մտցնելը դա շատ մեծ վտանգ է։ Շատ մեծ վտանգ է։ Մարդիկ դա կարող է անում են ակամա, այսինքն չհասկանալով ինչ է, դեպքում թող դրանով չզբաղվեն, իսկ եթե անում են կամա, ապա հանձնարարական ունեն եւ այդ հանձնարարականը հակահայկական է։ Հասկացանք, պարոն Հակոբյան, իսկ եթե այնուամենայնիվ այս ադրբեջանական աղբյուրների լուրերը սուտ են, կեղծիք են, էլի Իսրայելի վրա ներգործելու ինչ-որ միջոցներ են եւ Քնեսետը այնուամենայնիվ ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Քնեսետը ճանաչի, նորից ես նրան անդրադարձեմ, դա ինքը փաստ որպես դրական փաստ է, որովհետեւ հերթական ճանաչումը կլինի հայոց ցեղասպանության, բայց նորից դա չի արվում հայկական ցեղասպանության կամ հայ ժողովրդի կամ հայ պետականության շահերից, դա արվում է Իսրայելի շահերից եւ ինչպես եւ ասեցի, դա գործիք է լինելու հետագայում նույն թուրքերի հետ հարաբերությունները Իսրայելի համար ավելի լավ պայմաններով ունենալու է այդքանը այսինքն դա հայկական ցեղասպանության նկատմամբ հարգանքի նշան չի դա գործիք է որը որպես մանրադրամ նորից եմ կրկնում օգտագործել է Իսրայելը ոնց որ օգտագործում է Թուրքիան դեն Գազայի հետ կապված դեպքերը եւ այլն այսինքն բոլորը կասեն դա մեզ թող չմտահոգի տարբեր երկրներ են ընդունել տարբեր երկրներ իրենց համար քաղաքական նպաստավոր պահին են ընդունել իրենց շահերից են ընդունել դա մեզ չպետք է հետաքրքրի չէ դա մեզ պետք է հետաքրքրի մեզ հետաքրքրում է փաստը որ ճանաչում է եւս մեկ երկիր ոչ դա բավարար չի որովհետեւ ել եմ կրկնում ես այդ օրինակը բերել եմ արդեն
Ռուսաստանը Թուրքիայի ամենամեծ դաշնակիցներից մեկն է։ Վերջին 10-ամյակում Ռուսաստանը ընդունել է հայ ցեղասպանությունը, դա խանգարել է Թուրքիայի բարեկամական խորը բարեկամական հարաբերություններ ունենալ։ Ամերիկան մի քանի անգամ է ճանաչել եւ կոնգրեսով եւ բաներով, նախագահներով։ Դա խանգարում է Ամերիկային Թուրքիայի հետ ունենալ շատ բարի դրացական հարաբերություններ։ Նույնն է լինելու է Իսրայելի համար։ Այսինքն դա հայկական հարցի հետ կապ չունի։ Հայ-իսրայելական հարաբերությունները այդ ընդունում չընդունումից ինչ որ փոփոխություն, եթե կա հարաբերություններ կարող ենք խոսել հայ-իսրայելական հարաբերությունների մասին, դա կխաթարի չընդունումը կամ կբարելավի ընդունումը ոչ նա, ճիշտ այլ կրկնվեմ, բանա, գործող իշխանական Փաշինյանական վարչակարգը ինքը դժգոհություն արտահայտեց փաստացի, որ Իսրայելը օգտագործում է հայկական հարցը, այսինքն հայկական ցեղասպանությունը Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու հետ կանգնեց։ Հետ կանգնեց, ասես դե մենք դրանում հետաքրքրված չենք, ավելին մենք դժգոհության դրսևորում ենք դա։ Շնորհակալություն։ Գովաց հայտարարենք եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը պարոն Հակոբյանի հետ։ Գովաց եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եվ այսպես սիրելի բարեկամներ, զրուցում ենք Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ կուսակցության նախագահի։ Այժմ խոսելու ենք թրիփի հետ կապված, թրիփ, նոր զարգացումներ եւ Իրան-Հայաստան փոխհարաբերություններ։ Հայաստանում էր գտնվում ամերիկյան ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն էին գտնվում, նրանք շարունակում են ուսումնասիրել թրիփի նախագծի տեղանքը։ Կարելի ասել, որ ամեն ինչ որ փոփոխվում է, ինչ տեղի է ունենում, բայց թրիփի նախագիծը հանգիստ, հետևողական, քայլ առ քայլ գնում է առաջ։
Տեսեք, թրիպի նախագծի զարգացումները, ինչպես դուք եք ասում, քայլ առ քայլ իրականանում են։ Հիմա երբ որ տեղանքի ուսումնասիրություն կա, ենթադրաբար արդեն պետք է մյուս քայլով ծրագիրը լինի, թե տեղանքով ինչպես են անցնելու երկաթգիծ կամ ճանապարհ կամ մալուխ կամ չգիտեմ այլ ինչ։ Եվ այո, դա իրականացվում է, որտեղ ամերիկյան կողմը ընդհանուր առմամբ արևմտյան կողմը, նաև թուրք-ադրբեջանական կողմը առաջնային շահառուային է ամեն ինչ։ Հիմա դուք Իրանի մասին ինչ հետ խոսեցինք, մի հատ էլ դուք հիմա շեշտեցիք, կարևորը նաև Իրանի դիրքորոշումը եւ առ այս պահը, եթե ելնենք նրանից, որ նույն Փաշինյանը գնաց Իրան, հա, հանդիպումներ ունեցավ, դեպի հանդիպումները հիմնականում թրիպի հետ են կապված, այսինքն գնաց թաղման, բայց ամեն մեկը չէր որ գնաց թաղման, հա, գնաց թաղման եւ թաղման հիմնական բաներից մեկը դա հանդիպումների քննարկումներն են եւ այդ հանդիպումներն են եւ որպես դրա դրսևորում մենք ունեցանք, հա, 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, Իրանի դեսպանի, Հայաստանում Իրանի դեսպանի մամլեի ասուլիսը, որտեղ թրիպին նա անդրադարձավ եւ կրկնեց այն, ինչ որ մինչ այս պահը Իրանի տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ մենք ունենք հավաստիացում Հայաստանի կառավարիչների կողմից, որ սա Իրանի տարածաշրջանային շահերի հետ բախում չունի, ավելին, հա, իսկ այդ ավելինը հնարավոր է, ավելինը հետևյալն է, որ Իրանը կարող դառնա անմիջական շահառու, հա, եւ դա հնարավոր է եւ Իրանը կարողանա այդ թրիպի հետ կապված մնացած զարգացումներով, այսինքն դա ճանապարհ կլինի, նորից երկաթուղի կլինի, իր լոգիստիկ հնարավորություն ստանալ դուրս գալ Սևծով։ Այդ շահառուն նորից ասեք ինչպես։ Ասեցի, թրիպի գոյությունը ինքը բերելու է լոգիստիկ ընդհանուր բաների, ենթակառուցվածքների ձևավորման եւ այդտեղ Իրանը անմիջական շահառու, այո, կարող է անմիջական շահառու լինել, բայց այդտեղ շատ կարեւոր է, որ Իրանը կարողանա մինչ այդ, որտեղ եթե դա չարվի, դա կլինի համարյա անհնարին։ Մինչ այդ իր խնդիրները լուծի ԱՄՆ-ի հետ։ Այսինքն այս պատերազմական գործողությունները, որը նորից որոշակի ցածր, բայց որոշակի ինտենսիվությամբ սկսվել են, այսինքն էլի իրար խփում են ամերիկացիք եւ իրանցիք, ինքը մեծ ծավալներ չունի, բայց այնուամենայնիվ առկա է եւ երկու կողմը միմյանց մեղադրում են, որ այն հուշագիրը, որ կնքել էին, հա, որը որոշակիորեն զինադատարային հուշագիր էր եւ խաղաղության բանակցություններ սկսելու համար հիմքեր պետք է ապահովել, այդ հուշագիրը խախտվել է, մեկը մյուսին մեղադրում, այսինքն պետք է Իրանը կարողանա ԱՄՆ-ն էլ հասկանալ, բայց Իրանի մասն ենք հիմա խոսում։ Իրանը պետք է կարողանա ԱՄՆ-ի հետ գնալ հարաբերությունների այն ձևաչափի, որտեղ չի լինի թշնամանք։ Դա դժվար է, որովհետև Իրանում այսօր կա կրոնապետություն։ Եվ այդ կրոնապետության երրորդ էշելոնը, այսպես ասած, կառավարիչները, որտեղ առաջի երկու էշելոնին ոչնչացրեցին ամերիկացիք Իսրայելի հետ միասին։ Երրորդ էշելոնը այնուամենայնիվ իր մեջ չունի այն զգացողությունը, որ ԱՄՆ-ի հետ պետք է լինի, այսպես ասած, համագործակցություն արդյունավետ, այնտեղ թշնամանքի տարը առկա եւ դրա համար դա հետաքրքիր արդեն դրսևորում էր այս ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թրամփը պատասխանելով հարցերի Իրանի մասին, մասնավորապես ասեց հետեւյալը, որ մենք կարծում ենք, որ այս երրորդ կառավարիչներից երրորդ շերտի հետ մենք կարողանանք համաձայնության գալ, բայց դա ոնց որ թե չի ստացվում, նո դա Թրամփի ոճով է, ես այլևս չեմ շարունակելու բան իր ոճով այդ պոպուլիստական ասած, բայց բովանդակային իմաստով տենց բան կար, երանք կար։ Դա ոնց որ թե չի ստացվում եւ ենթադրաբար ռեժիմի փոփոխության հարց պետք է դնել։ Մինչ այս պահը ռեժիմի փոփոխության հարց դրված չէր, այլ դրված էր հարց ռեժիմի մեջ դուրս գալ այն շերտի վրա, որոնց հետ հնարավոր կլինի համագործակցել։ Դուք ասում եք մի 2 օր առաջվա ձևակերպում Թրամփի, այսօր արդեն նա կոնկրետ դա շատ Թրամփին հատուկ բան է։ Այո, դա Թրամփի մեր օրմուզի մասին, ասում է, այս պայմանով կհամաձայնվեմ եւ այդ միջուկային զենքի այդ բանը։ Դա Թրամփին հատուկ բան է, դա Թրամփին հատուկ բան է, բայց այնուամենայնիվ հիմա ի վերջո այդ ամբողջ պատերազմական մենք մի քիչ շեղվում ենք, բայց դա կապ ունի Թրիպի հետ։ Այս մեծ պատերազմական գործողությունները, ռազմական բախումները եւ այլն, ի վերջո բերվել են երկու կետի։ Կետ առաջին, որ պետքա Իրանը միջուկային զենք չունենա, եւ այդտեղ ոնց որ թե եկել են համաձայնության, այդտեղ կա խնդիր կապված նրա հետ, թե ուրանի հարստացման ինչ չափ Իրանը կարող է ունենալ կամ չունենալ։
բայց որ միջուկային զենք պետք է չունենա, տեղ ոնց որ եկել են համաձայնության, եւ երկրորդը Հորմուզի այդ միջանցքը պետքա աշխատի միջազգային վերահսկողության տակ եւ ոչ թե Իրանի, եւ Իրանը տեղից պետքա վճարներ չգանձի։ Սա է այդ կետում էին դեռ մինչև հիմա էլ այդ կետում են Իրանը ամեն կերպ կարողանում է ժամանակ ձգել։ Բայց դա գիտեք ինչ ախր ես չեմ կարծում որ դա Իրանի շահերից է գալիս։ Չէ, հարցը դա չէ, բայց դե կողմնակի դրական արդյունք ունենում է Իրանը, ժամանակ է։ Դե բայց այդ ժամանակում ինչ է անելու, երբ որ նա ժամանակա շահ կամ ամեն ԱՄՆ-ի ժամանակը ինչ է։ Ժամանակի Չէ, ժամանակի երկարացումը միակ դրականը դա է, ես պարզապես դա եմ։ Մի շահառուկ է, որը ուղիղ շահառու է եւ անթակույց շահառու է, որը չի թաքցնում իր շահառուները, որ այդ պատերազմը այսպես չվերջանա, պատերազմը վերջանա բանի Իրանի պարտությամբ։ Դա Իսրայելն է։ Դա Իսրայելն է։ Այդ այդ շահառուն, թե չէ որևէ մեկ ուրիշին սկսած ԱՄՆ-ից Արևմուտք, Չինաստան, մեծ երկրներ, Հնդկաստան եւ այդ թվում Իրան, դա Տեսեք, հիմա կներեք մի բան էլ ասեմ, մյուս շահառուն էլ կա, դա Թուրքիան է։ Այսինքն Թուրքիային էլ է ձեռք տալիս, որ Իրանը կրի պարտություն, որովհետեւ բանի այդ տեսակետից Իսրայելը հասկանալի է որ ուղիղ ներգրաված է պատերազմի մեջ, բայց Թուրքիան էլ, այսինքն նա դա թաքնված է անում, բայց Թուրքիան գիտի, որ Իրանը իր հետ Թուրքիայի հետ ունի քաղաքակրթական լուրջ խնդիր, քաղաքակրթական բախում է եւ դարեր շարունակ, համարյա հազարամյակ տարածաշրջանում Թուրքիան եւ Իրանը եղել են մրցակիցներ, թշնամի մրցակիցներ, եւ եթե Իրանը որպես այդպեսին դաթարի առանձին տարածաշրջանային զորություն լինելուց դա Թուրքիային անմիջական ձեռնտու։ Եկեք ես այլ հարցի նշեցի ինձ մոտ այդ հարցը որ չմոռանամ Թուրքիային անդրադառնանք Թրամփի խոսքից նույն այդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անկարայում ինչ հասկացանք Թուրքիայի հետ կապված նա Իսպանիային եւ ոչ միայն Իսպանիային ՆԱՏՕ-ի իր գործընկերներին վերջին խոսքերով պիտակավորեց որ նրան չօգնեցին եւ նա կշտամբեց նրանց իսկ Թուրքիային նա ասաց որ Թուրքիան ինձ միշտ օգնել է Թուրքիան ինձ դրական գնահատեց Թուրքիայի դերը ամբողջ այս ընթացքում ամերիկա-իրանական թնջուկում, բայց Իրանի կողմից էլ մենք չլսեցինք հակաթուրքական գնահատականներ։ Այդ ինչպես ստացվեց, որ Թուրքիան եւ Իրանի հետ եւ Միացյալ Նահանգների հետ կարողացավ պահել լավ հարաբերություններ այս թնջուկում ավելին Միացյալ Նահանգները շնորհակալություն հայտնեցին Թուրքիային։ Տեսեք, Թուրքիան, եւ Իրանը չդժգոհեց Թուրքիայից։ Թուրքիայի դիվանագիտական զորության կամ հմտությունների մասին չեմ ուզում խոսել, դա Ինչ արեց Թուրքիան։ Առաջ Թուրքիան արեց հետեւն ինքը ճշգրիտ դիրքավորվեց։ Ինքը ճշգրիտ դիրքավորվեց, երբ որ պետք է նա բաներ անում, նույն Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների տիրույթում էլ ինքը ճշգրիտ դիրքավորվել է։ Այսինքն ինքը երբ որ պետք է նալի նախապում, երբ որ պետք է մեխի նախապում, այսինքն երբ որ պետք է ինքը հակա-իսրայելական ելույթներ բանը դիրքորոշում բռնում եւ կոշտ եւ ցեղասպանություն եւ ինչ ասես, մյուս կողմից ԱՄՆ-ի հետ օրինակ ինչ ասես Թրամփը, ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները ճշգրիտ պահպանելով Թրամփի բերանով Թուրքիան հնչեցնում է հետևյալը, որ մենք որ ուզենք կմասնակցենք Իսրայելի դեմ պատերազմի։ Դա ասեց Թրամփը, եւ Թրամփը ասեց, նրանք չեն մասնակցել, դա չեն արել, չնայած զորությունը միլիոնանոց բանակ ունեն, այս թվարկեց զորությունը մեծ în Թուրքիայի, հա, բայց դրանք դա չեն արել, որովհետեւ ես ասել եմ չեն արել։ Հասկացաք, այսինքն ձեր ասած ինքը կարողանում է դիրքավորվել ճշգրիտ դիրքը, բայց դա չի բխում որ Թուրքիայի աշխարհաքաղաքական ազգային եւ պետական նպատակները փոխվում են։ Ազգային եւ պետական նպատակների հենքային խնդիրը դա Թուրանն է, այսինքն թուրքական պետությունները միաբանված ընդհանուր միավոր դարձնելը եւ դա կդառնա աշխարհաքաղաքական կարևորագույն միավորներից մեկը, բայց միաժամանակ դրան համարժեք Թրիփի այդ բանը Թուրքիայի անմիջական շահերից է գնում։ Հիմա այդտեղ նույնպես չէ Իրան-Թուրքիա բախում կա։ Որտեւ այդ Թուրանի գոյությունը դա Իրանի համար մահաբեր է։ Հայաստանի մասին չեմ էլ խոսում։ Բարի, կարելի է այստեղից կամ առանձին հարց տամ։ Կարելի է համարել, որ Հայաստանի եւ Իրանի ռազմավարական շահերը այդ հարցում հենց Թուրան, Թուրքիա
համընկնում են։ Բնականաբար Հայաստանը եւ Իրանը ռազմավարական բնականաբար համընկնում են, բայց երբ որ դուք Հայաստան ասում եք, ես այս արդեն իմ դիտարկումը, դուք դա չեք ասում, էլի ես եմ ասում, երբ որ մենք Հայաստան ասում ենք, մենք պետք է հաշվի չառնենք, որ Հայաստանում գործող իշխանությունները, որտեղ Հայաստանում գործող իշխանությունները ամենաջերմ, հա, եւ ամենակառուցողական հարաբերություններ ունեն թշնամու հետ, որի անունն է Թուրքիա, թշնամու հետ, որի անունն է Ադրբեջան։ Բայց մենք խոսում ենք նաեւ այն մասին, որ Իրանը Թուրքիայի հետ վատ հարաբերություններ Չէ, չունի։ Իրանը առերես ունի հարաբերություններ, բայց ունի շահերի բախում։ Իսկ Հայաստանը ասում է, Հայաստանի այսօրվա կառավարիչներն ասում են, շահերի բախում չունենք Թուրքիայի հետ։ Եվ եթե ինչ-որ բաներ էլ դիտարկվել է որպես շահերի բախում, օրինակ նույն ցեղասպանությունը, ինչի մասին արդեն խոսում, դա մասին պետք է մոռանանք։ Դա մասին պետք է մոռանանք։ Մենք շահերի բախում համարում են։ Եվ համարում են եւ ասում են։ Այսինքն համարելով են ասում, այսինքն նրանք այդ գաղափարի կրողներն են եւ դա հակահայ գաղափար է եւ այդ տեսակետից Իրանը կարող է դառնալ ռազմավարական ասեմ ավելին, ոչ թե գործընկեր, այլ դաշնակից Հայաստանի համար, երբ որ Հայաստանում լինեն ազգայնական իշխանություն։ Հիմա տեսնենք Իրանի այդ դեսպանի ասուլիսը դուք վկայակոչեցիք, այնտեղ խոսվում է ռազմավարական գործընկեր, տնտեսական ավելի սերտ կապեր, ազատ տնտեսական գոտիներ, ավելի շատ ինչի նավթի ներկրում, գործարանների կառուցում, գազի խողովակի լայնացում։ Ճիշտ է, տենց էլ պետք է լինի, որովհետև նորից Հայաստանը դա տարածք է։ Ինչպես է դիտարկում Հայաստանը Իրանը։ Իրանը դիտարկում է Հայաստանը որպես երկիր, ոչ թե Նիկոլ Փաշինյան, կրկնեմ, դա տարանջատում եմ ես։ Հայաստանը դիտարկում է որպես իր հնարավոր դաշնակից, հա, բայց Հայաստանը այս պարագայում, երբ որ այստեղ կա նմանատիպ իշխանություն, որը տեսանելի գործընկերային եւ ռազմավարական հարաբերություններ է ուզում ձևավորել թշնամու հետ, որովհետև թշնամին նպատակ ունի հայկականությունը բանից տարածաշրջանից եւ հայությունը տարածաշրջանից դուրս մղել, թշնամու անունը Թուրքիա, Ադրբեջան։ Եղած իշխանությունը դա անում է, Իրանը այդ իրավիճակում պետք է փորձի առավելագույնը քաղել։ Իսկ առավելագույնը ինքը նա նույնպես ոնց որ ԱՄՆ-ն, ոնց որ Եվրամիությունը, ոնց որ մնացածը պետք է առավելագույնից դիրքավորվի Հայաստան կոչվող երկիր տարածքում։ Եվ նա դա փորձում է անել։ Շնորհակալություն, վերջին հարցը միջնատոյական հարաբերություններ, ինչ մենք տեսանք Անկարայում, ինչ էր սպասվում, ինչ վտանգ կար, դե միանգամից ասեմ Միացյալ Նահանգների հարցն էր, հա, ոնց որ թե բոլորին անհանգստացնում է եւ Ռուտեն շատ մեծ հնարքներ գործեց, որպեսզի կարողանա հետ բերի հավասարակշռությունը կարողանա պահպանի։ Տեսեք, հարցը շատ կարևոր է, որովհետեւ ակնկալիքը հիմնական հետևյալն էր, որ այս գագաթաժողովով ՆԱՏՕ-ին մեծ հարված է հասցվելու, ՆԱՏՕ-ի միասնությանը, միաբանությանը եւ անգամ քննարկվում էր այն հարցը, որ Թրամփը պետքա չգա։ Կարող է Թրամփը չգա այդ գագաթաժողովին։ Ճիշտ է, Թրամփը ասեց, ես մտածում եմ դա իր ոճով էլի այդ իր պոպուլիստական մաչո պոպուլիստա չէ Թրամփը։ Ես մտածում եմ որ չգամ, բայց եղբայրս Էրդողանը խնդրեց, ասեց ախպեր ջան, արի, ես էլ եկա, այսինքն բայց իրականությունը դա չի, իրականությունը հետևյալն է, որ ներ ամերիկյան վերնախավում կա խնդիր Թրամփի պահվածքի գործելակերպի հետ կապված, որ նա լրջագույն կառույցը դրել էր հարվածի վտանգի տակ։ Բայց ինչ եղավ իրականում, դա շատ հետաքրքիր էր։ Ես ասեմ նորից Թրամփի բառերով, Թրամփը Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ բան ասեց, որը անգամ զարմանալի էր։ Ասեց ուրեմն այս գագաթաժողովը, որը շատ հաջողված էր եւ շատ դրական դիֆիրանբեկով բան են, ամենչև հանդերձ ինչ որ դուք եք ասում, որ չօգտագործեց, մեզ չօգնեցին բանում էս Իրանի հետ պատերազմ, դրանով հանդերձ, բայց ասեց հետեւյալը, որ մենք այս գագաթաժողովություն ունեցանք անհավանական արդյունքներ եւ գագաթաժողովի բանը ընթացքում տիրում էր, այսօք ուշադրություն, սերը եւ միաբանությունը։ Ես իր բառերն եմ կրկնում։ Love and unity։ Այսինքն սերը եւ միաբանությունը, այսինքն Թրամփի այսինքն դա նույնն է ամերիկյան տվյալ դեպքում, հա, ամերիկյան մոտեցումը փոխվեց։ Եվ դա մենակ Ռյուտեի բանը չի, դա ամերիկյան ինչպես է ասի վերնախավի մոտեցումն է, այսինքն ազդեցությունը Թրամփի վրա։ Դա արդյունք էր նրա որ լուրջ վտանգի տակ էր ՆԱՏՕ-ն։ Լրջագույն վտանգի տակ էր Թրամփից։ Թրամփի գործընկերներից, օրինակ Պուտինից, օրինակ Սինձինպինից եւ մնացածից։ Այսինքն Թրամփը, բայց դա բան փոխվեց, որովհետեւ ես կարծում եմ այնուամենայնիվ Թրամփին իր համար անկալելի լեզվով դա Ռյուտեն էր, դա Ռուբիոն էր, դա չգիտեմ, իր համար անկալելի լեզվով ասին ընկեր,
Սենց չես կարա դու էլի, դու այդ զորությունը չունես, ինչքան էլ դու ԱՄՆ-ի նախագահ ես։ Դու քո մոտ երկրում այդ զորությունը չունես։ Նենց որ չափերը ճանաչի եւ արդյունքում եղավ հետեւյալը, եղավ ՆԱՏՕ-ի այս հանդիպման, Անկարայի հանդիպման հռչակագիրը 5 կետից է բաղկացած։ Առաջի կետը կարևորագույն կետերից է։ Առաջի կետը հետևյալն է, որ վերահաստատում են, որ 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի համաձայնագրի ուժի մեջ է։ Իսկ դա ինչ է նշանակում, որևէ մեկի վրա հարձակումը բոլորի վրա, բոլորով դեմ են։ Այսինքն վերահաստատվեց, որ Ռուսաստան հարգարժան Պուտին չեղավ ընկեր, չի ստացվելու։ Չես կարա Թրամփի հաշվին մեր վրա մեծ շանտաժ անել, չի ստացվելու։ Դա առաջի կետն էր։ Մյուս կետը, էլի կարևոր կետ էր, հետևյալն էր, որ բաները ծախսերի մասը ՆԱՏՕ-ի մնացած անդամների հնայի համատեքստում պետքա մեծանա։ Եվ դա նույնպես ճանաչվեց որպես առաջնահերթություն։ Եվ հիմա խոսքը գնում է 3.5-ի մասին, որը պետքա դառնա 5% ՆԱՏՕ-ի անդամների հնայից։ Երրորդը շատ կարևոր բան արվեց, խոսվեց թե միջոցները ինչի մեջ են ներդնելու եւ այստեղ կոնկրետ արդեն թվեր կան որոշակյորեն 50 միլիարդ եվրո, հա, եթե չեմ սխալվում, պետքա բան արվի, հատկացվի զենքի զինամթերքի գնման եւ բանի համապատասխան արտադրական զորություններ ստեղծելու վրա։ Եվ այդ հիմնականում դրա մատակարարը լինելու ԱՄՆ-ն։ Դե Թրամփը ասաց էլի հիմնական ներդրողը մնում եմ ես։ Չէ, ներդրողը գնորդը Եվրոպան ԱՄՆ-ից։ Այո։ ԱՄՆ-ից, այսինքն Թրամփը դա ներկայացրեց, որ մեր գործարանները ավելի շատ զենք են արտադրելու եւ վաճառելու։ Ոչինչ չենք նվիրելու։ Դա մյուս կարևոր բան էր, որը կարծում եմ շատ կարևոր է։ Դրա այդ համատեքստում մյուս կետը Ուկրաինային էր վերաբերվում։ ԱՄՆ-ի մասնակցությամբ եւ համաձայնությամբ Ուկրաինային էր վերաբերվում, որ Ուկրաինան շարունակվելու է աջակցությունը Ռուսաստանի դեմ եւ այս տարի նախատեսվում է արդեն Եվրոմիության կողմից, հա, եվրոպական երկրների կողմից ՆԱՏՕ-ի անդամ 70 միլիարդի աջակցություն զենք զինամթերք եւ 80 միլիարդ էլ նախատեսվում, թվերը կարող է մի քիչ սխալվել, 80 միլիարդ էլ մյուս տարի ես ավարտեմ, էլի, որտեղ դա կարեւոր է։ Եվ ստեղ շատ կարեւոր է, որ նաեւ Ուկրաինային տալիս են արտադրական զորություններ։ Եվ նորից Թրամփ Զելենսկի հանդիպման ժամանակ, որը շատ ջերմ հանդիպում էր, Թրամփը փաստացի վերջնական չէ, բայց փաստացի համաձայնվեց, որ մասնավորապես Patriot այդ բանի հրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տալու Ուկրաինային։ Դա շատ լուրջ քայլ է։ Շատ եւ ասելով դա դժվար է, բայց Ուկրաինան կարողանա անի, մերոնք կօգնեն։ Եվ վերջի կետը դա բանի հետ էր կապված, ընդհանուր համաշխարհային, մասնավորապես Իրանին էր ուղղված, որ դուք միջուկային զենք չեք կարող անելու, Հորմուզի միջանցքներ պետքա լինի բան, բաց նավարկության համար։ Սա էր, այսինքն ՆԱՏՕ-ն վերջի անգամ sense բան չէր եղել, հա, 2 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, Գագաթա ժողովը, չէ, 2 տարի չէ, մի տարի առաջ։ Եվ բանը sense չէր եղել, եւ վերջի այս հայտարարությունները եւ այս միջավայրը, որը վերաձևավորվեց, շատ կարևոր էր եւ արևմուտքը, հավաքական արևմուտքը նոր հայտ ներկայացրեց։ Ճիշտ է, նորից մենք գործ ունենք Թրամփի հետ, որ այսօր sense ասես, վաղը կարա ուրիշ բան ասի, վաղը մեկը ականջին նստի մի բան կասի, մյուսը ուրիշ։ Բայց այստեղ արդեն Միացյալ Նահանգների գործոնն է։ Այո, այստեղ ինստիտուցիոնալ է։ Ինստիտուցիոնալ գործոն է։ Փակագծերում ասենք այսօր պարզ դարձավ, որ այդ պետրիոտները ոչ թե Ուկրաինայի տարածքում են հավաքվելու, այլ Գերմանիայի։ Գործարանը լինելու է Գերմանիա, որովհետեւ թիրախ չլինի, եւ կա այսպիսի ձևակերպում, կարծիք, որ Ռուսաստանի վերջին հույսներ ՆԱՏՕ-ի կազմաքանդումը այլևս Ռուսաստանը հենարան չունի, լուծում չունի այս պատերազմը շարունակելու։ Տեսեք, Ռուսաստանը որպեսզի այս պատերազմը չշարունակի, Ռուսաստանում ներքին հեղաշրջում պետք է լինի։ Ոնց եմ ասում, պարտադիր չի համակարգային փոփոխություն լինի արմատընկված, հեղաշրջում պետք է լինի։ Պետքա Պուտինը չլինի առաջի դեմք։ Հիմա Պուտինը դեռևս առաջի դեմք է, այս Պուտինը չի կարող լինելով առաջի դեմք, հա, իր բան
համաձայնվի նրա հետ, որ այս պատերազմում ինքը պարտվեց, ստրատեգիական առնվազն պարտություն կրեց։ Չի կարող դրա հետ համաձայնվել։ Նա Պուտինի հույսը դեռևս մնում է զենք պատերազմը, կորուստներով, մեծ կորուստներով, բայց առաջ խաղացումը գոնե Դոնբասը գրավի միջև վերջ, եւ մնում է դեռևս շարունակ մնում է Թրամփը եւ այլ գործընկերներ, նույն Էրդողանը եւ այլն։ Բայց Ռուսաստանի վիճակը ՆԱՏՕ-ից համաժողովի որպես հետևանք վատացավ։ Պուտինի վիճակը վատացավ։ Պեսկովը հայտարարեց, որ սկսել են որպես հատուկ օպերացիա հիմա պատերազմ է, պատերազմը։ Դա մի շաբաթ առաջ բառը օգտագործվեց։ Երեք իմացանք, որ արդեն իրենք դուրս գալու վիզաներ են մտցնում, ինչպես Խորհրդային Միությունում էր, այսինքն այդ վարակույրը իջեցնում են, ասում են ոչ բարեկամ երկրներ մուտքը մենք այլևս թույլ չենք տալու, ժողովրդին փակում են, երկրորդը դա է եւ երրորդը այդ պատերազմ եւ երրորդը Պեսկովը ասեց, չէ Պուտին Թրամփ հեռախոսազրույց կամ ինչ որ զրույց տեղի չի ունեցել, բայց հենց լինի, այսինքն նա ակնարկում էր, որ Պուտինը ցանկանում է Թրամփի հետ խոսել, Թրամփը չի խոսում Պուտինի հետ։ Դե Թրամփը ասեց, որ այդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ խոսել է Պուտինի հետ, ասեց, որ հետո էլ կխոսի, հիմա երբ կխոսի, ինչպես կխոսի։ Պուտինը շտապեցնում է։ Ինչքան կխոսի, երբ կխոսի, ինչպես կխոսի, չգիտեմ, բայց իհարկե կշտապեցնի։ Այսինքն ուզում են հնարավորինս արագ դա լինի, բայց այն ինչ որ դուք ասեցիք, կարևոր է նաև, որ այդ ես ճիշտ ասած չգիտեմ դրա մասին, բայց եթե փորձում են բան անել, այդ երկաթյա վարագույրի նորից իջացնել, դա նշանակում մյուս քայլը պետք է գնան մոբիլիզացիա։ Բայց արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանի այսօրնա վերնախավը դրանք կհամաձայնվի։ Դե պատերազմ բառ են օգտագործել, նրանք կարող են։ Դե հա, բայց պատերազմ բառը օգտագործել է Պեսկովը, բայց այնտեղ մենակ Պեսկովը հոչի այդ վերնախավի անդամը, դե վերնախավի բազմաթիվ տարբեր հա, Պուտինն, այո, դա բազմաթիվ այլ անդամներ կան, որոնք կարող է չհամաձայնվեն նրան, որ Պուտինի դեմքը մաքուր պահելու համար իրանք գնան վերջնական ոչնչացման այն ամեն ինչը որ 30-40 տարի իրանք դատել են այ կոռուպցիան ամբողջ սխեմանով դրանից զրկվեն աշխարհում։ Կարծում եմ որ Ռուսաստանում ներքին ճգնաժամը ավելի եւ ավելի խորանալ։ Եվ վերադառնում ենք մեր առաջին հարցին, պարզապես չենք բացում որպես եզրակացություն, այս ամենը ինչ որ կատարվում է Ռուսաստանի հետ, Ռուսաստանի շուրջ, դա իր ազդեցությունը կարող է ունենալ Հայաստանում։ Իր ազդեցությունը անպայման ունենալու է ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում։ Դե բարձ է բոլոր եւ աշխարհով մեկ, բայց Հայաստանում անպայման եւ դա նշանակում է, որ հնարավորություն է առաջանալու ռուսին որպես ազդեցության առաջնային մետրոպոլը Հայաստանից դուրս մղել։ Եւ դա Հայաստանի համար շատ մեծ եւ շատ լուրջ հնարավորություններ է բացում։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, պարոն Արա Հակոբյանի հետ էինք զրուցում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ։ Զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։